Հարգելի գործընկերներ, ես պատասխանեմ նրան, որ 2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են եւ նույն 26 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում եթե 24-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է, ու այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա։ Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները, բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է եւ այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ եւ բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները։